Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ամենօրյա ռեժիմով քննարկում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների բոլոր սցենարները։ Փաշինյանի համար կարևոր է նախընտրական ցուցակը, որը պետք է կազմվի անձին ուսումնասիրելուց, բարևարկությունը պատշաճ ստուգելուց, մի խոսքով հատիկ-հատիկ քննելուց հետո։ Թերթի տեղեկություններով դեռևս երկար ժամանակ է պահանջվելու մինչև Փաշինյանը կզտի ցուցակն ու կթողնի այն անձանց, ովքեր պետք է իր հետ ընտրությունների գնան։ Իշխանական վերնախավում համոզված են, որ սահմանադրական մեծամասնություն է կազմելու եւ որ ոչ մի խոչընդոտ կամ ուժ չկա, որ կկարողանա իրենց հետ մրցել։ Թերթի տեղեկություններով բացի խորհրդարանական ընտրությունների կարևորությունից Փաշինյանի համար թիվ 1 թեման կաթողիկոսին հեռացնելն է, որը ըստ թերթի տեղեկությունների առաջիկայում իրագործվելու է։ Այդ հարցը շատ արագ լուծելու են, մշակված պլանով առաջ են գնում։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը պաշտոնավարել է նաև 44-օրյա պատերազմի օրերին, 3 հայտարարեց, որ դիմել է ազգային ժողովի նախագահին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին եւ հանձնաժողովում իր մասնակցությամբ նիստերի արձանագրություններին ծանոթանալու համար, սակայն մերժում է ստացել այն հիմնավորմամբ, որ զեկույցն իրավական կարգավիճակ չունի։ Թերթի տեղեկություններով Տոնոյանին թույլ չեն տալու ծանոթանալու զեկույցի հետ։ Դրանք կարող են ծանոթանալ մարդիկ, որոնք գաղտնիության դոստուպ ունեն, ընդ որում պատգամավորներից ոմանք, օրինակ Սեյրան Օհանյանը, նույնպես իր նկատմամբ հարուցված քրեական վարույթների պատճառով չունի այդ դոստուպը։ Փոխարենը Տոնոյանն իրավունք ունի եւ կարող է ստանալ իր մասնակցությամբ նիստի արձանագրությունները։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով մոտ 1 ամիս առաջ իրավապահները փակել են Գագիկ Ծառուկյանի «Ելքը երկրից» սեկտը։ Այս արգելքը դրվել է նրա նկատմամբ 2018-ից 19 թվականներին հարուցված քրեական գործով եւ անսպասելի է եղել բոլորի, այդ թվում նրա պաշտպանների համար։ Ենթադրվում է, որ սեկտը փակել են, որ Ռուսաստան չմեկնի եւ նախընտրական գործընթացները դանդաղեն, սակայն սա Ծառուկյանի նկատմամբ իշխանական վերաբերմունքի միակ դրսևորումը չէ։ Նրա որդուն առաջադրված մեղադրանքով այժմ քննություն է գնում, այդ գործով անցնող բոլոր մյուս անձանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են ընտրվել, իսկ Ծառուկյանի որդու նկատմամբ կալանքի եւ հետախուզման որոշումը դեռ պահպանվում է։ Այս ամենին գումարած մոտ 10 օր առաջ ՊԵԿ-ը կրկին ստուգումներ է սկսել Շանգրիլա խաղատանը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 3 հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ։ Կա կաշառք ստանալու գործով կալանավորված դասախոս։ Թերթի տեղեկություններով այսքանով իրավապահների օպերացիան չի դադարեցվի։ Առաջիկա օրերին նախատեսվում են գործընթացներ նաեւ այլ բուհերում։ Գրում է թերթը։